Ջահակիրների աննախադեպ երթ է լինելու այս տարի ապրիլի 23-ին։ Վերջին 15 տարում ամենալուսավորն է լինելու Ծիծեռնակաբերդի ու Շահամալիր տանող ճանապարհը։ Ջահակիր դարձողների քանակը այս տարի շատ ավելի մեծ է, պայմանավորված այն ամեն ինչով, ինչ մեր շուրջ կատարվում է, այսինքն պետական մակարդակով մերժվում է եւ մոռացվում է ցեղասպանության հետ կապված բոլոր թեմաները։ Որքան ավելի ցածր է Հայաստանի իշխանությունը խոսում ցեղասպանության մասին ու փորձում այն մոռացնել, այնքան ավելի պարտավորված են իրենց զգում հայ երիտասարդները։ Համոզված է դաշնակցական Ստելլա Հունանյանը։ Ամեն օր հարյուրավոր մարդիկ են իրենց գրում, զանգում, որ ուզում են ջահակիր դառնալ, թույլ չեն տալու, որ սովորական օր դառնա, ուրանան պատմական ապրիլը։ Պետական օրակարգերից, առաջնային օրակարգերից դուրս է մնում եւ պետական այրերը դրա մասին բոլոր ամբիոններից հայտարարում են։ Օրինակ 110-րդ տարելիցն է եւ որևէ միջոցառում ուղղված դրան չկա պետական մակարդակով։ Մինչդեռ 100-ամյակին բոլորս գիտենք, թե ինչքան պրոցեսներ էին ծավալվում։ Մի ուրացի շապիկներով երիտասարդներն ամեն օր իրազեկման ակցիաներ են անում փողոցներում, առևտրի կենտրոններում ու շահամալիրների մոտ։ Ուրախ են, որ մեր շատ հայրենակիցներ անտարբեր չեն։ Այսօր ցավալիորեն որևէ միտեղ չի արտացոլվում ցեղասպանության 110-րդ տարելիցի հարցը։ Եվ ջահակիր երիտասարդները իրենք ուզում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել նաև դրա հանդեպ եւ հաշվի առնելով նաև Արցախում տեղի ունեցածը, որը եւս ցեղասպանություն էր, դրանից հետո ակտիվությունը եւ ջահերով երթի մասնակցությունը եւս մեծացել։ Ամոթ է, որ Թուրքիայի հետ բանակցությունների օրակարգից հայոց ցեղասպանության հարցը հանած Հայաստանի իշխանությունը այս տարի դրսից ոչ մի կարևոր հյուրի չի սպասում։ Հակառակը, ՀՅԴ երիտասարդները նկատում են, որ Փաշինյանի իշխանությունն օրերն է հաշվում, թե երբ են անցնելու հիշատակի, պահանջի օրերը։ Այն, ինչ 110 տարի առաջ տեղի է ունեցել, էլի է տեղի ունենալու եւ արդեն երրորդն է տեղի ունենալու Հայաստանի հետ։ Թուրքիայի ցեղասպան ոճը, գործունեությունը չի փոխվել այս տարիների ընթացքում։ Խնդրում են հայրենակիցներին չորեքշաբթի 19:15-ին մի մարդու պես լինել Հանրապետության հրապարակում, որ քայլեն ջահերով, մտքում իրենց կարգախոսը, զարկ երբ հալածում են քեզ։ Գայանե Մովսիսյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։